Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք այսօր ամբողջ օրը Ծիծեռնակաբերդի բարձունքից ուղիղ միացմամբ աշխատելու ենք։ Չնայած ցեղասպանությունից անցել է 110 տարի, բայց Թանգարան ինստիտուտի ֆոնդերը շարունակում են համալրվել նոր, արժեքավոր հավաքածուներով, նմուշներով եւ այս տարի եւս բացառություն չէր։ Իսկ թե ինչպիսի համալրումներ են եղել, մեզ կպատմի գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանոմյանը։ Շնորհակալություն, որ այս ժամին մեզ հետ եք զրուցում։ Նախորդ տարի ապրիլի 24-ին կրկին զրուցել էինք եւ այս մեկ տարվա ընթացքում ապրիլի 24-ից մինչեւ 25 թվականի ապրիլի 24 ինչ համալրումներ են եղել ֆոնդում։ Ասեմ, որ 2024-25 թվականը իրոք արգասաբեր տարի էր ցեղասպանության թանգարանի հավաքածուի համալրման համար։ Նախորդ անգամ մենք արդեն զրույցի ժամանակ նշեցինք, թե ինչ կարևոր ձեռքբերումներ ենք ունեցել։ Այս անգամ ավելացնեմ, որ 2024 թվականի ամռանը թանգարանի հավաքածուն համալրվեց 59 արժեքավոր լուսանկարներով, բնօրինակ, որոնք ներկայացնում էին Մուսալեռան ժամանակ հայերի էվակուացիայի դրվագները։ Այնտեղ կան նաև ոչ միայն բնօրինակ լուսանկարների մեջ էվակուացիայի կադրերը, այլ նաև Պորտ Սայիդի հաստատման դրվագները։ Այդ լուսանկարները ինչով են բացառիկ, որ դրանք երբևիցե չէին ուսումնասիրվել, այսինքն անգամ ամենահայտնի Մուսալեռան պատմություն ուսումնասիրող մասնագետների կողմից դրանք երբևիցե հայտնի չեն եղել եւ առաջին անգամ դրվեցին շրջանառության մեջ մեր թանգարանի այսօր երեք բացված ցուցադրության մեջ։ Դրանցից 7-ը արդեն ցուցադրվում են թանգարանում եւ թանգարանի այցելուները կարող են տեսնել այդ բացառիկ լուսանկարները։ Նվիրատվություն էր։ Այո, դա նվիրատվություն էր, մեզ նվիրատվություն կատարեց ամերիկահայ Գրեգ Սիմոնյանը, ով երկար տարիներ արդեն բնակվում է Հայաստանում եւ լուսանկարները իր պատմած վկայության համաձայն իրեն փոխանցվել են իր մուրաքրոջ միջոցով, իսկ մորաքույրը հայտնի չէ, թե ումից է ձեռք բերել այդ լուսանկարները։ Լուսանկարների դարձերեսներին կան բնօրինակ ձեռագիր գրություններ, հայերեն եւ անգլերեն, ամենայն հավանականությամբ ամերիկացի միսիոներներից մեկի կողմից արված լուսանկարներ են։ Իսկ ընթերնելի է, ինչ է ընթերնելի ձեռագիրը, այո, լուսանկարները այժմ վերծանման փուլում են, դրանք թվայնացվել են եւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն նաև կտպագրվեն մեր գիտնականների մեկի աշխատությունների մեջ։ Այլ համալրումներ այս տարվա ընթացքում թանգարանի այլ համալրումներ այո եղել են, ասեմ, որ վերջին օրինակ մի քանի օր առաջ ձեռք բերված կարևոր արժեքավոր թանգարանային առարկաներն էին Թեոդիկի հայոց ցեղասպանության վերապրող Թեոդիկի նամակներն էր Աբելյան ծայրագույն քահանային 1920-ական թվականներին գրված նամակներ են եւ Թորգոմ arczepiskopos Գուշակյանի, որը հետագայում դարձավ Երուսաղեմի պատրիարք, նրա նամակներն են, այսինքն դրանք հայոց ցեղասպանության վերապրողների արժեքավոր նույնպես բնագիր փաստաթղթեր են, ինչու է կարևոր, որովհետեւ այդ մարդիկ իրենք հրաշքով են վերապրել ցեղասպանությունը որպես հոգևորականներ, Աբելյան ծայրագույն քահանան վարդապետը ինքը աքսորվել է եւ 2 տարի առաջ նրա օրագրությունը մեզ ուղարկեցին, այդ օրագրությունը գիտենք, որ ցեղասպանության տարիներին գրված շատ քիչ օրագրություններ կան եւ այդ օրագրությունը բացառիկ է նրանով, որ սկսվում է իր աքսորի ժամանակահատվածից 1915 թվականի հունիսից, ինքը Նիկոմեդիայից աքսորվեց եւ ավարտվում մինչեւ 1918 թվականը, այսինքն նրա հավաքածուն համալրվեց եւս 3 կարևոր բնօրինակ փաստաթղթերով, երկար տարիներ դրանք պահվում էին Փարիզում եւ քանի որ ինքը ժառանգ չուներ, փոխանցվեց Փարիզահայ այո համայնքի ներկայացուցիչներից մեկի կողմից։ Դուք եք կապ հաստատում, կապեր պահում, թե նվիրատվողներն են ձեզ գտնում։ Երկուստեք է լինում այդ կապը, սովորաբար երբ որ մենք իմանում ենք որևէ արժեքավոր հավաքածուի գոյության մասին, այո, ամեն ճանապարհներով փորձում ենք ձեռք բերել այդ հավաքածուն, եթե նվիրատվություն է կատարվում, նվիրատվությունը պետք է լինի կամավոր, այսինքն
անձը, ով ցանկանում է նվիրատվություն հանձնել, առարկան ինքը պետք է գա այդ եզրակացությանը, այդ որոշմանը կամովին։ Մենք այդ դեպքում ներկայացնում ենք թանգարանի հավաքածուն ինչպես է պահպանվում, այսինքն ինչ արժեքավոր այլ նյութեր ունենք, ինչպես այն կարող ենք օգտագործել, եւ դրանից հետո արդեն հիմնական ցեղասպանության վերապրողների ժառանգներ են լինում, իրենք համաձայնվում են, ես իրենց հասկանում եմ, ինչու, որովհետեւ տարիներ շարունակ պահպանում են այդ մասունքները։ Որպես մասունք են վերաբերվում։ Այո, որպես մասունքի են վերաբերում, ես անգամ գիտեմ, տարիներ շարունակ համոզում եմ մի կնոջ, որ իր պապի հագուստը, ով դատավոր է եղել, հանձնի թանգարանին, ուղղակի ինքը ես տեսա իրենց տանի ինչ պայմաններում է պահպանում հագուստը մարլաներով պահպանած, ասած, քանի դեռ ես կենթանի եմ, դեռ կցանկանամ, որ իմ հետ մնա սա, այսինքն նաև այս պարագայում պետք է նաև մարդկանց հոգեբանական վիճակի մեջ մտնել եւ հասկանալ, բայց հիմնականում, քանի որ արդեն ցեղասպանության զոհերի վերապրողների 3-4 սերունդներն են գալիս, իրենք այո գտնում են, որ սա համահայկական տեղ է, հիշողության պահպանման տեղ է եւ միակ եզակի թանգարանն է, հետեւաբար ամենաարժանավոր տեղն է, որպեսզի այդ նյութերը ցուցադրվեն։ Բացի այդ, մենք, քանի որ համագործակցում ենք միջազգային տարբեր կառույցների, կազմակերպությունների հետ, այդ նյութերը թանգարանի միջոցով հանրահռչակվում են, այսինքն կլինի տպագրության, ցուցադրությունների միջոցով, այլ եղանակով դրանք հանրահռչակվում են։ Եվ այդ է պատճառը, որ հենց թանգարանին նվիրատվություն կատարելը ամենաճիշտ որոշումն է։ Հանրահռչակման ուղղությամբ տարվող աշխատանքի սկզբից դուք նշեցիք 3-4 սերունդներն են գալիս, այս ժամանակի ստեղծած տարածությունը ինչքանով է ազդում ֆոնդերի համալրման վրա եւ հիմնական աղբյուրները այսօր որոնք են։ Նվիրատվությունը թե Հիմնական ձեռքբերման աղբյուրը նվիրատվությունն է շարունակում մնալ, սակայն եթե մենք գտնում ենք, որ տեղեկություններ ենք ձեռք բերում, եթե կան արժեքավոր հավաքածուներ եւ դա վաճառվում է, այո, քայլեր ենք ձեռնարկում այն գնելու համար։ Բարձր են արժեքները, որպես կանոն։ Նայած ինչ հավաքածու է, այո, եւ դրանք հիմնականում Հայաստանից դուրս են, որովհետեւ Հայաստանի Հանրապետության տարածքում մարդիկ սիրահորժար նվիրատվություն են կատարում։ Լինում են հավաքածուներ, որոնք տարբեր պայմաններում, տարբեր պարագաներով հայտնվել են օտար տեղեր, եթե դրանք փաստաթղթային արժեք են ներկայացնում, իհարկե այն ձեռք ենք բերում, դա գնման քաղաքականությունը իրականացվում է թանգարանի մշակած քաղաքականության արդյունքում, գոյություն ունի ֆոնդային գնահատող հանձնաժողով, դա թանգարանի փորձագետներից բաղկացած խորհրդատվական մարմին է, թանգարանի աշխատակիցների եւ այլ ոլորտի, այսինքն ոչ մեր թանգարանի աշխատակիցների մարմին է, որը որոշում է կայացնում, արդյոք այս կամ այն առարկան արժե ներգրավել, ընդգրկել հիմնական հավաքածուի մեջ եւ դրա համար արժե այդքան գումարը տալ, այսինքն ինքը նաեւ արժեքն է որոշում առարկայի, այսինքն մի հոգի, այո, ֆինանսը ձևավորվում է թանգարանի տարբեր եկամուտների միջոցով, այսինքն թանգարանը ունի այդ ռեսուրսները ձեռք բերելու։ Որպես կանոն, մեր ցեղասպանությանը վերաբերող այդ նմուշները, եթե հայտնվում են աճուրդում, միայն մենք ենք, հայերս ենք, ցանկանում այն ձեռք բերել, թե օրինակ ունեցել եք դեպքեր, երբ թուրքական կողմը եւս ցանկացել է դա ձեռք բերել, որպեսզի գուցե ծածկի այդ շերտը։ Տեսեք, թեման, քանի որ ինքը համապարփակ է, այն ոչ միայն կոնկրետ ինստիտուցիոնալ կազմակերպություններին է հետաքրքրում, օրինակ թանգարաններին, այլ նաև հավաքորդներին, այսինքն անձնական հավաքորդներին։ Ես գիտեմ, որ եւ ծագումով հայ եւ ոչ հայ նաև հավաքորդներ կան, որոնք թեմայի վերաբերյալ լուրջ հավաքածուներ ունեն եւ բարբերաբար ներկայացնում են իրենց, տպագրում են իրենց հավաքածուները, օրինակ Կալումենոյի հավաքածուն, բացիկների, Օսմանյան կայսրության բնակավայրերի բացիկների հավաքածուն, ամենախոշոր հավաքածուն իրենն է, չնայած թանգարանը իր գնումների միջոցով եւս ձեռք բերեց բավականին լուրջ հավաքածու ունենք,
բայց ասեմ, որ նաև այլ ժողովուրդների, օրինակ հույների, ասորիների կողմից եւս իրականացնում են հավաքչական աշխատանքներ, չգիտեմ իրենց թանգարանների թե էլի ինստիտուցիոնալ անձանց համար, բայց այո, մենք միայնակ չենք այս դաշտում, նաև Եվ դա բարձրացնում է գին։ Այո, այսինքն էլեկտրոնային աճուրդում կախված թե լոտի վրա քանի բան կա դրված, դրանից քանի գնորդ է այո ցանկանում գնել, դրանից կախված նաև գինը բարձրանում է։ Թուրքական ֆոնդերում պահվող տեղեկություններին, արխիվային նյութերին, վավերագրություններին հասանելիություն կա։ Ես անձամբ որպես հետազոտող չեմ եղել թուրքական արխիվներում, բայց գիտեմ, որ ուսումնասիրողները այո ունեն այդ հասանելիությունը, եթե դրանք գաղտնի ֆոնդերում չեն գտնվում։ Դրանց հիման վրա բազմաթիվ աշխատություններ են հրատարակվել, նաև օգտագործելով պաշտոնական փաստաթղթերը։ Ես չեմ կարծում, որ ընդհանրապես փակ, եթե պետական գաղտնիության գրիֆով ծածկագրված փաստաթղթեր չեն, այսինքն դրանց հասանելիությունը պետք է որ բաց լինի։ Վերջերս նաև տպագրվեց Թալյաթի օրագիրը։ Այո։ Մուրադ Բարդակչին է հրատարակել թուրք հրապարակախոս, որը տարիներ շարունակ ուսումնասիրում էր երիտթուրք վտարանդիներին, հատկապես Թալյաթի կենսագրության լավագույն ուսումնասիրողներից է, եւ Բարդակչին նաև 82 թվականին բացառիկ հարցազրույց էր վերցրել Թալյաթի կնոջից, Հայրիե Թալյաթից, եւ այդ հարցազրույցի հիման վրա էլ հետագայում նա ընդգրկել այդ հարցազրույցի սղագրությունը իր գրքի մեջ, բայց Թալյաթի օրագրությունը երբ որ հրապարակվեց, այն լուրջ արձագանք ունեցավ հենց թուրք պատմաբանների, պատմագիտական ընկերակցության եւ հասարակության շրջանում։ Բացասական առումով։ Այո, նաեւ բացասական առումով, որովհետեւ դա հայերի տեղահանության ցուցակներն էին, քարտեզագրված եւ հիմնավորվում էր փաստագրված Թալյաթի կողմից իրականացված պետական քաղաքականությունը, այսինքն հաջնջման քաղաքականությունը, դրա մասին բավականին արձագանքներ են եղել, անդրադարձել է նաև հայ պատմաբան Արա Սարաֆյանը, այսինքն թարգմանվել է նաև անգլերեն գիրքը եւ հետաքրքիր է նաև այդ գրքի հայտնաբերման պատմությունը։ Երբ որ 1921 թվականին Սողոմոն Թելերյանը Բերլինում սպանեց Թալյաթ Փաշային, նրա կինը պահել էր այդ օրագիրը իր ճամպրուկի մեջ, ճամպրուկի աստառի հետևի հատվածում, եւ արդեն տարիներ անց, երբ որ Հայրեն մահացել էր, նրա թոռը պատահական հայտնաբերել է այդ գիրքը եւ քանի որ Մուրադ Բարդակչին արդեն իր տատից հարցազրույց էր վերցրել եւ հրապարակել էր որոշ ընտանեկան ինֆորմացիա, համաձայնվել է հանձնել նաեւ այդ գիրքը այդ հեղինակին, որն էլ հրապարակել է գիրքը։ Զուգահեռ իրականության մեջ մեր թանգարանն էլ համալրվել է Սողոմոն Թելերյանի անտիբորագրով եւ մեր նախնական զրույցից պարզ դարձավ, որ առաջին ընթերցողներից եք դուք։ Բարեբախտաբար այո, այդ երջանիկն եմ ես, ասեմ, որ երկար ժամանակ Սողոմոն Թելերյանի այդ օրագրությունը ընդհանրապես հետազոտողներին հայտնի չի եղել, գիտենք, որ ինքը մի քանի օրագրություն է ունեցել, առաջին օրագրության մասին, որ բարձրաձայնվել է եւ որի հիման վրա տպագրվել է նրա հուշագրությունը, գրվել է բանտում, երբ որ նա ձերբակալվել էր Բերլինի բանտում, բայց այս օրագրությունը ինչ է արժեքավոր, որովհետև այն ընդգրկում է 19-ից 21 թվականի նրա գործունեությունը, այսինքն հատուկ գործին անդամագրվելու եւ հետագայում կարևոր այդ առաքելությունը ստանձնելու որոշակի կարևոր տեղեկություններ։ Իհարկե, արդեն քանի որ գործի ինքը անդամ էր, բացահայտ որևէ իրադարձության մասին չի նշում, օրինակ Հարություն Մկրտչյանի սպանության հատվածը նախորդ օրը
գրիչով կարմրացրած է եւ այսինքն ինքը արդեն պլանավորված է եղել դա եւ հետագայում Փարիզ գնալը եւ գործին անդամակցելը նույնպես ծածկագրված, այսինքն ներկայացված է անձնական որոշակի բաներ էլ կան այնտեղ ներկայացված, այդ թվում նաև իր սիրային հարցերը, բայց որոշ անձերի անունները նույնպես բացահայտված չեն, ծածկագրված են անունները, ինչպես գրքում հնարավոր կլինի բացահայտել, թե չէ։ Հնարավոր կլինի բացահայտել, որովհետև արդեն շատ բաներ են գաղտնազերծված։ Դա նաև հասանելիություն կունենա, թե այնուամենայնիվ կպահվի։ Ֆոնդում ընդգրկված ցանկացած առարկա հասանելի է հետազոտողների համար։ Այն բաց է եւ իրավունք չունենք մենք մերժելու։ Մի քանի պայմաններ կան, երբ որ գիտական հետազոտություն իրականացնող անձը չի կարող ուսումնասիրություն անել։ Երբ որ առարկան գտնվում է վատ վիճակում եւ այն ենթակա է վերականգնման կամ գտնվում է հենց վերականգնման մեջ, երբ որ առարկան ցուցադրվում է եւ երրորդ պարագայում, երբ որ այն գտնվում է հենց նույն մեկ այլ ուսումնասիրողի մոտ։ Հակառակ պարագայում մենք իրավունք չունենք որևէ հիմքով մերժել որևէ հետազոտողի։ Կլինի էթնիկ պատկանելությունը, քաղաքական հայացքները եւ այլն։ Այսինքն թուրքական կողմից երբեմն շրջանառվող տեղեկությունները, որ իբր իրենց թույլ չի տրվում, դրանք բոլորը կեղծ են։ Այդ դեպքում ես ասում եմ, ցույց տվեք այն հիմնավորումը գրավոր, որ մենք ձեզ մերժել ենք, այսինքն դուք դիմել եք եւ մենք ձեզ մերժել ենք, չկա նման բան։ Ես ասեմ ավելին, որ այս տարիների ընթացքում, հատկապես վերջին տարիների ընթացքում եղել են նաեւ թուրք ուսումնասիրողներ, որոնք իրենք եկել են, ուսումնասիրել են, բայց չեմ ցանկանա նրանց անունները հանրահռչակել, որովհետև իրենց թույլտվությունը չունեմ։ Դա անձնական տեղեկատվություն է։ Ամեն դեպքում իրենք ուսումնասիրում են ֆոնդերը եւ քանի որ ֆոնդում պահվող տեղեկատվության հիմնական մասը հայերեն է, այստեղ լեզվական իմացության հարցն է, այսինքն ինչքանով են նրանք տիրապետում լեզվին, որպեսզի կարողանան ուսումնասիրել նյութը։ Նշեցիք ֆոնդում պահվող տեղեկության մեծ մասը հայերեն է, բայց մենք մեր ցավի ու մեզ հետ տեղի ունեցածի մասին ինքներս մեզ չէ որ պիտի պատմենք, ավելի շատ պիտի փորձենք աշխարհին դա ներկայացնել, թե նախկինում, թե նաև այսօր։ Ինչ է արվում այդ ուղղությամբ, որպեսզի թարգմանվեն, որպեսզի ավելի լսելի լինի միջազգային հանրությանը, քանի որ թերևս շատերը նույնիսկ այնքան էլ տեղյակ չեն։ Ճիշտ դիտարկում է, ոչ միայն դրսում, այլև մեր հասարակությունը այդ նյութին ծանոթ լինելու խնդիրը ունի, այսինքն ինչքանով է խորքային այն մատուցվում։ Եվ մեր Թանգարան ինստիտուտը, գիտեք, որ այն գիտահետազոտական ինստիտուտ է նաև իրականացնում է հենց նյութի հանրահռչակման եւ կրթական աշխատանքներ, հանրահռչակման հետ կապված մենք տարեկան ժամանակավոր թեմատիկ ցուցադրություններ ենք ունենում։ Այդ ցուցադրությունների միջոցով ավելի լայն շերտեր է ընդգրկում նյութի հանրահռչակումը, սակայն դուք նաև նշեցիք թարգմանությունները հիմնականում գիտական հանրույթին են ուղղված, այն հանրույթի այն մասին, որը հայերենին չի տիրապետում, եւ այստեղ մենք երկու ուղղություններով ենք աշխատում, այսինքն տպագրում ենք սկզբնաղբյուրային նշանակություն ունեցող փաստաթղթեր, հուշագրություններ տարբեր լեզուներով, այսինքն որոնք մատչելի են ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն եւ այլն, ինչպես նաեւ տպագրում ենք գիտական հոդվածներ կոնկրետ թեմաների հետ կապված։ Այս ոլորտում մեր գիտաշխատողները բավականին լուրջ մարտահրավեր են իրենց ուսերի վրա վերցրել եւ չնայած մենք թվով քիչ ենք, բայց այստեղ քանակը չի, որ որոշում է որակը եւ կարող եմ պարտությամբ ասել, որ իմ գործընկերների տպագրված հոդվածները բավականին բարձր ռեյտինգ ունեցող գիտական ամսագրերում են տպագրվում եւ այս ոլորտում մենք մրցունակ ենք եւ կարող ենք արժեքավոր հոդվածներ ներկայացնել, որոնք
թուրքական ժխտողականության դեմ ամենալուրջ ու առաջին կարևոր պատնեշն է ստեղծում։ Այսինքն գիտական հիմքով նրանց ժխտողականության դեմ պայքարելը։ Մենք նաև խոսեցինք համալրումից եւ տարածությունից, որ ստեղծվել է եւ ինչքանով է դա ազդում համալրման գործընթացի վրա եւ ինչքանով է խորհրդային տարիներն ազդել, արդյոք մենք այդտեղ ճեղքվածք ունեցել ենք եւ որի ազդեցությունը մինչեւ այսօր զգում ենք։ Խորհրդային տարիներին, այո, այդ բացասական հետքը ամեն դեպքում մնացել է, ասեմ, որ 30-ական, 40-ական թվականներին ցեղասպանություն ընդհանրապես այդ թեմային անդրադարձ կատարվելը արդեն կարող էր մարդու համար ճակատագրական լինել, հատկապես եթե այդ մարդիկ ցեղասպանության վերապրողներ էին, նրանցից շատերը հայրենադարձվել էին Հայաստան 20-30-ական, այո, եւ կոնկրետ ես անձնական պատմություններ գիտեմ, որ մարդիկ, երբ որ հայրենադարձվել են, երբ որ նրանց նկատմամբ բռնաճնշումները սկսվեցին, իրենք ոչնչացրել են անձնական անվտանգությունից ելնելով այն իրերը կլինի իրենց հուշագրությունները կամ Արևմտյան Հայաստանից բերված իրենց մասունքները, ոմանք այո ոչնչացրել են վախենալով, որ իրենք նույնպես կաքսորվեն, չնայած որոշ դեպքերում անգամ դա չկասեցրեց նրանց աքսորը եւ եղել են դեպքեր, որ նոր հայրենադարձված անձը 1-2 ամսվա ընթացքում միանգամից աքսորվել է հեռավոր Սիբիր, Ալթայ եւ արդարացվել է տարիներ անց բազմաթիվ փորձությունների միջով անցնելով։ Ընդ որում շատ դեպքերում ոչ միայն հենց իրենք էին ենթարկվում բռնաճնշումների, այլ նաև իրենց ընտանիքները, որ ընդհանրապես, ասենք, կապ չունեին դրա հետ։ Այս ճեղքվածքը, այո, անդառնալի կորուստ էր ցեղասպանության նյութի կոնկրետ այդ շրջանի, սակայն փորձում ենք այդ բացը լրացնել ցեղասպանության վերապրողների ժառանգների հետ ունեցած հարցազրույցները, բանավոր հարցազրույցները արդեն տեսաձայնագրություններով, այսինքն որպեսզի դրանք հետագայում արխիվացվեն եւ ավելի հիմնավոր դարձնեն, երբ որ օրինակ արդեն չկան բնականաբար ցեղասպանության վերապրողներ, որոնք փաստագրեն իրենց հետ կատարվածը, դա ներկայացնում են նրանց ժառանգները եւ թանգարանի 4-րդ սերունդն է, չէ՞ փոխվում։ Այո, թանգարանի, բայց առաքելության կարևոր սկզբունքներից է նաեւ հենց այդ ամեն տեսակի նյութի հավաքագրումը, այսինքն բանավոր պատմությունները նույնպես արխիվացնելը եւ դա համակարգելը ու ինդեքսավորելը։ Հիմա արդեն որոշակի կլինեն այդպիսի աշխատանքներ, պայմանավորվածություններ ունենք տարբեր, ես չեմ ուզում հիմա դրա մասին բարձրաձայնել, բայց թանգարանը հիմա բավականին ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ։ Տիկին Խանոմյան, քանի որ դուք գլխավոր ֆոնդապահ եք արդեն 20 տարի, ձեր գնահատմամբ համալրման առումով ամենաակտիվ տարին որ տարին էր եւ նյութեր, որոնք դուք կառանձնացնեիք, որ հիմա էլ հպարտանում եք, որ թանգարանի ֆոնդը համալրվել է կոնկրետ այդ նյութերով։ Երևի թե իմ գործունեության մասին կարող եմ խոսել, այդ տարիների ամենաակտիվ տարին եղել է 2014-15 թվականների ընթացքը։ Ինչը սպասելի էր, 100-ամյակներ։ Ինչը սպասելի էր, այո, իրականացվում էր նաև քարոզչական հսկայական աշխատանք, այսինքն մարդիկ իրազեկված էին, նաև ուր պետք է տանեն, եւ բավականին լուրջ ու բավականին շատ նյութեր ստացվեցին այդ ժամանակ աշխարհի տարբեր երկրներից, չնայած հիմա էլ ես ձեզ ասեմ հետաքրքիր նաև իրավիճակ, երբ որ կոവിഡ്ի համաճարակը տարածվեց եւ բոլոր հաստատությունները փակվել էին, այդ ժամանակ մեզ գրեց Հաչնի ինքնապաշտպանության մասնակիցներից մեկի որդին, Սատուր Չալյանի որդին, ով ասաց, որ ցանկանում է Ամերիկայից ուղարկել իր հայրիկի փաստաթղթային բնօրինակ փաստաթուղթը, հենց Հաչնի ինքնապաշտպանության ժամանակ կազմած փաստաթուղթ էր,
ես փորձում էինք երկեր որոնել, թե ինքը ինչպես կարող է ուղարկել եւ ասեմ, որ չնայած թանգարանը փակ էր, բայց մենք այդ ժամանակ ստացանք նաեւ այդ կարևոր փաստաթուղթ, այսինքն անգամ հանգամանքները, որոնք աշխատում են ոչ մեր օգտին, մենք կարող ենք նաեւ օգտագործել այն դարձնելով ճիշտ մարտավարության դեպքում այն կարող ենք դարձնել մեր օգտին։ Բազմաթիվ նմուշներից, հավաքածուներից, որոնք յուրաքանչյուրը վստահաբար իրենց նշանակությունն ու տեղն ու դերն ունեն, դուք որը կառանձնացնեք որպես գլխավոր ֆոնդապավ։ Տեսեք, մենք գիտնականներս, երբ որ խոսում ենք միմյանց հետ այս թեմայի շրջանակներում, սա ողբերգություն է, իսկ ողբերգությունը ինքը չափելի չէ, բայց բնականաբար այստեղ սուբյեկտիվ վերաբերմունքն է, որը ավելի շատ էմոցիոնալ, ոչ թե գիտական նշանակություն ունի իմ համար։ Օրինակ, թանգարանում ցուցադրվում է մի պարկուճ, որը հանված է հայ կնոջ մարմնից։ Պատմությունը շատ հուզիչ է, առանց էմոցիոնալ զգացմունքային բանի հնարավոր չէ պատմել, ընդհանրապես բոլոր պատմությունները, ցեղասպանության զոհերին, վերապրողներին վերաբերող ցանկացած պատմություն ինքը բավականին հուզիչ է, բայց կոնկրետ այդ պարկուճը հանվել է հենց ցեղասպանության տեղահանության ժամանակ վիրավորվել է կինը թուրք զինվորի հրազենից, երբ որ ինքը ցանկացել է մորը պաշտպանել նրա հարձակումից, հարազատները նրան չեն թողել միայնակ եւ վիրավոր քաշ են տվել երկար ճանապարհ։ Կինը Հայկանուշ Եղիկյանը ունեցել է 2 տարեկան երեխա եւ երեխային իրենց հետ չեն կարողացել վերցնել։ Ու ինքը երեխային թողել է մի ծառի տակ։ Հետագայում, երբ որոշակի արդեն ապաքինվել է, այսինքն փամփուշտը մտել է կրծոսկրի մեջ եւ որոշակի ապաքինումից հետո, երբ որ վերադարձել է, երեխան արդեն մահացած է եղել։ Կինը կազդուրվել է, անցել է տեղահանության երկար ճանապարհ, մոտ 6 ամիս։ Կորցրել է ընտանիքի անդամներին, երեխային, մորը, մյուս հարազատներին, ամուսնուն։ Հետագայում իր մեջ ուժ է գտել, վերադարձել եւ Սեբաստիան, երբ որ հայերը վերադառնում էին զինադադարից հետո հայրենիք, ինքը վերադառնում է Սեբաստիա եւ այնտեղ որդեգրում մի հայ աղջկա։ Սակայն արդեն քեմալականների արշավանքների ժամանակ հայրը նույնիսկ ստիպված էին դուրս գալ իրենց հայրենիքից, նաեւ նա տեղափոխվում է Ֆրանսիա։ Երկար ժամանակ, այսինքն մոտ 65 տարի ինքը իր կրծքի տակ պահել է թուրքական պարկուճը եւ կազմել է նոր ընտանիք, 40-ական թվականներին հայրենադարձվել է Հայաստան։ Ու երբ որ արդեն մահամերձ է եղել, որդուն խնդրել է, որպեսզի դիահերձման ժամանակ փամփուշտը իր հետ չթաղեն հայոց հողում։ Եվ երբ որ դիահերձման ժամանակ բժիշկը առանձնացրել է, ոսկորից մի հատված պոկվել է եւ չեն ամփոփել իր հետ ու տարիներ հետո թանգարանի առաջին նմուշներից է նրա քրոջ որդին այն հանձնել է, կներեք, թանգարանին։ Այսպիսի պատմություններ էին եւ դա ավելի մարդկանց, գիտեք, երբ որ նյութի հետ է զբաղվում, վերապրողների կամքը ապրելու Ստիպում է ավելի պինդ մեզ ստիպում է ավելի պինդ լինել, մանավանդ երբ որ կարդում ենք նրանց ճակատագրերը, ես մի հուշի վրա էի աշխատում, այդ անձը փրկվել է Ռասուլայնի կոտորածից, իր ամբողջ ընտանիքն է այնտեղ ոչնչացվել, ու երբ որ ինքը փախնում է կոտորածի այդ հատվածից, ինքը ասում է ես ինձ խոստում տվեցի փրկվել ու ապրել ամեն կերպ։ Ու հետո ինքը ինչերի միջով է անցել ու ինչպես է վերապրել ընտանիքի հարազատների կորուստը մեզ ստիպում է կյանքին այլ ձևով նայել, այսինքն ավելի գնահատել կյանքը եւ այս մարդկանց կրած տառապանքը արժևորել ու
ստիպել, որպիսի ցեղասպանություն իրականացնող պետությունը Թուրքիան, որը առ այսօր պետական մակարդակով ժխտում է իր կատարած հանցանքը, ոճրագործությունը, որտեղ ցեղասպանությունը այո, հանցագործություն է եւ այն առ այսօր անպատիժ է եւ Թուրքիան շարունակում է ուրանալ պետական մակարդակով եւ հաշվի առնելով այս պատմությունները, այսինքն մարդկանց մեզ փոխանցվող հիշողությունները, մենք պարտավոր ենք ուղղակի պահանջել եւ ներկայացնել, որպեսզի դա ճիշտ գործի դրվի։ Ու շարունակել պատմել, որպեսզի նոր սերունդները եւս իմանան եւ ինչքան էլ տարիներ անցնեն, այնուամենայնիվ ու քանի անգամ գոնե դուք բազմիցս ու այդպիսի բազում պատմությունների հետ եք անznապես շփվել, բայց շարունակում եք նույն ցավը զգալ ամեն անգամ մենք վերապրում ենք, գիտեք, իմ գործընկերները ասում են քո սենյակը ասես խոստովանության սենյակ լինի, երբեմն մարդիկ այնտեղ գալիս են եւ անձնական այնպիսի պատմություններ են պատմում, որի մասին օրինակ իրանց ընտանիքի անդամները անգամ չգիտեն։ Այսինքն ընտանիքի հետ տեղի ունեցած այնպիսի ողբերգական իրավիճակ, որը չեն ցանկանում բարձրաձայնել, բայց քանի որ նա կուտակվում է, մարդիկ միտեղ ցանկանում են դա ներկայացնել։ Եվ վերջերս այդպիսի մի դրվագ եղավ, որ ընտանիքի անդամները տեղյակ չէին, որ իրենց պապիկը իրենց մեծ մոր հուշը հանձնել է թանգարանին եւ բոլորովին պատահական մեկ այլ հետազոտողի կողմից իմացել էին թանգարանի ֆոնդերում պահվող իրենց մեծ տատիկի հուշագրության մասին ու անակնկալի էին եկել, ճիշտն ասած։ Դրա համար, երբ որ անբարվում է հիշողությունը, այն նաեւ կարող է տարբեր դրվագներով օգտագործվել։ Օրինակ, ուզում եմ մի կարևոր բան հիշել, մենք մի քանի տարի առաջ թանգարան միջոցառում անցկացրեցինք, մեկ խմբակային լուսանկար էր, որը տարբեր մարդիկ էին հանձնել։ Դա Երևանի երկրորդ որփանոցի սաների լուսանկարն էր, բնօրինակ լուսանկար էր, ու այդ սաների ժառանգները տարբեր տարիներ բերել էին եւ հանձնել էին նույն լուսանկարը։ Ու այդպիսի քանի լուսանկար։ Ու այդպիսի ձեզ ասեմ մոտ գոնե ես գիտեմ 3-4 այդպիսի լուսանկար, այսինքն մեկ լուսանկար, որը իր 3-4 օրինակ տարբեր մարդկանց, տարբեր ժառանգների կողմից եւ մենք միջոցառում կազմակերպեցինք, այդ ժառանգները հանդիպեցին իրար հետ։ Այսինքն այնտեղ եւ դաստիարակի ժառանգներն էին եւ որբերի ու այդ որբանոցի որբերի ճակատագիրը ֆենոմենալ էր, որովհետեւ իրենք տարիներ շարունակ հանդիպել էին եւ պարբերաբար լուսանկարվել ու անվանացանքներ տպագրվել Երեկոյան Երևան թերթի 67 թվականի համարում բավականին շատ գիտնականներ կային, տարբեր ոլորտի, որը էլի գալիս ենք այն իմ ասած բանի, մարդկանց ապրելու ցանկությունը եւ լավ մարդ դառնալու այդ արժևորա, այսինքն բեկում մտցնելու իրենց ճակատագրի մեջ եւ գիտեք, երբ որ մարդկանց պատմությունները կարդում ենք, ինչքան են կարեւորում իրենց պետությունը, իրենց հայրենիքը, անգամ այդ հայրենիքի գաղափարը իրենց եւ որպես սրբություն էր եւ պատմությունները շատ բազում են։ Գիտի Խարամյան, այդ պատմությունները հաշվի առնելով նոր տեխնոլոգիաները, նոր ժամանակները ինչպես են պահվում, միայն թղթային տարբերակով, թե կրիչների վրա թվայնացվում են, որպեսզի ավելի երկար կյանք ունենան։ Տարիների ընթացքում, քանի որ թանգարանային առարկաները հիմնականում փաստաթղթեր են, իսկ դրանք թղթի եւ լուսանկարներ են, իրանք թուղթը նաեւ ժամանակի ընթացքում որոշակի մաշվածություն է ձեռքբերվում, դառնում է փխրուն լույսի նկատմամբ, խոնավության նկատմամբ եւ այո, արդեն բավականին երկար ժամանակ է մենք սկսել ենք թվայնացնել ֆոնդը եւ
Լուսանկարների ֆոնդը արդեն վերջացնում ենք, մոտ 9000 լուսանկար արդեն թվայնացված է, հուշագրություններն ենք թվայնացրել եւ շուտով դրանք նաեւ հասանելի կլինեն on-line տիրույթում, քանի որ շուտով Թանգարան ինստիտուտը գործարկելու է նոր կայքեջը, որը ավելի հասանելի ու ավելի մատչելի է, ավելի ճիշտ լինելու, ոչ թե հասանելի եւ օգտագործման պարագայում եւ այնտեղ մի քանի լեզուներով։ Այո, հիմա 5 լեզուներով է, ժամանակ էլ կարծում եմ այդքան կլինի լեզուները, բայց նաեւ ընդգրկվելու են թանգարանային հավաքածուներից արժեքավոր, ես կարծում եմ, որ մենք ամբողջը չենք կարող դնել, բայց ցուցակները եւ նյութերը մենք կարող ենք դնել, ներկայացնել մարդիկ հատկապես դրսի հետազոտողների համար կգործարկենք եւ կարծում եմ լայն արձագանք կունենա ու օգտակար կլինի հատկապես շրջանառվող նյութի համար։ Տիկին Խանոմյան, քանի որ դուք զուգահեռ վստահաբար նաև ուսումնասիրում եք դաշտում, թե ինչ նոր հավաքածուներ, ինչ նմուշներ կան, որ հնարավոր է ձեռք բերել եւ այլն։ Այ կա հիմա ինչ որ մի նմուշ, մի հավաքածու, մի գտածո, որ դուք կուզեիք, որ անպայման թանգարանը համալրվի այդ նմուշով։ Այդ մասին չեմ կարող ասել, բայց թանգարանի աշխատանքների մասին կուզեմ խոսել։ Մենք հիմա նոր հայեցակարգ ունենք աշխատել, քանի որ ցեղասպանության հետևանքով հայությունը դարձավ աշխարհասփյուռ, համայնքներում կենտրոնացված են բավականին լուրջ արժեքավոր նյութեր եւ մեր աշխատակիցները անցյալ տարի գնացին Ֆրանսիա, Մարսել, այս տարվա ընթացքում նախատեսում ենք Լատին ամերիկյան երկրներ այց կատարել, այնտեղ հիմնականում ապրում են Ուրֆայի եւ Կիլիկիայի հայության ժառանգները եւ մեր տեղեկությունների համաձայն բավականին նյութ է ամբարված այնտեղ, հնարավոր է նաեւ գործման ընթացքում արդեն նախնական պայմանավորվածություններ կան որոշակի նյութերով համալրել, գիտենք որոշակի բաներ կան, այդ մասին արդեն երբ որ նյութերը բերվի կհանրահռչակենք այդ մասին եւ նաև դուք առաջինը կտեղեկանաք։ Իսկ այստեղ Հայաստանում տարբեր շրջաններ, այցելություններ կատարվում են, որպեսզի դուք գնաք ընդառաջ ժառանգներին եւ փորձեք զրուցել իրենց հետ։ Տեսեք, հավաքչական աշխատանքը թանգարանային գործի կարևոր բաղադրիչներից է եւ ժամանակին, երբ որ թանգարանը հիմնադրվել էր, առաջին տնօրենը Լավրենտի Բարսեղյանն էր եւ ինքը բավականին կարևորում էր նաև հավաքչական աշխատանք, այսինքն երբ որ աշխատակիցները գնան վերապրողների, այո, այդ պեղել զրուցելը ինքը շատ կարևոր է, որովհետև երբ որ նյութը ստացվում է, նաև շատ կարևոր է ճիշտ արձանագրելը, այսինքն մանրակրկիտ տեղեկությունը վերցնելը եւ համապարփակ տեղեկույթ կազմելը առարկայի վերաբերյալ, այսինքն երբ որ մենք կողմնակի անձանցից ենք ստանում, կարևոր մի մեծ բան ինֆորմացիա կորում է, այսինքն եթե օրինակ լուսանկար ենք վերցնում, բայց եթե վերապրողների ժառանգներն են, որոնք անմիջական ինֆորմացիայի կրողներն են, ճիշտ հարցադրումների միջոցով շատ կարևորվում է նաև այսպես կոչված թանգարանային առարկայի լեգենդը, երբ որ դրա հետ կապված ինչ-որ մի պատմություն կարող է լինել, օրինակ վերջերս մի պատմություն պատմեմ, մի պատառաքաղ է գրանցված ֆոնդում, որի նկարագրության մեջ նշված է, որ այն անցել է Տերզորով եւ նվիրատուն գից պատմություններ է ներկայացրել, կապ հաստատեցի ժառանգի հետ եւ ասաց, որ իր քերին, որը բավականին տարիքով է, ինքը ավելի շատ ինֆորմացված է, ցավոք այդ մարդը արդեն անկողնային հիվանդ էր, ես խնդրեցի, որ ինքը տեղեկություն հաղորդի, ու բավականին
կարևոր ու ամփոփիչ տեղեկություններ ինքը ներկայացրեց ու գնացիք հանդիպման թե ես հանդիպման չգնացի, ես հեռախոսով վերցրեցի, որովհետև մի քանի օր հետո ինքը արդեն մահացավ, այսինքն արդեն անկողնային էր, բայց անգամ այդ դեպքում ցանկացավ իր վերջին պարտքը կատարել իր ծնողների համար եւ ներկայացնել ամբողջական պատմությունը եւ ժառանգները ասացին, որ հետո ինձնից խնդրեցին նաեւ այդ զայնագրությունը, որովհետեւ իրենք չէին տիրապետում այդ ինֆորմացիային եւ այդ անձն էլ հավանաբար կամ չէր ցանկացել կամ առիթ չէր եղել այդպիսի մանրամասն կերպով ներկայացնել իրենց ընտանիքի պատմությունը եւ հենց այդ դրվագով հաստագրվեց եւս մեկ կարևոր տեղեկություն ցեղասպանության վերապրողների վերաբերյալ։ Որ ընդամենը մի քանի օր անց արդեն իսկ հնարավոր չէ։ Այսինքն ժամանակի ճիշտ օգտագործումն էր։ Բաց են շփմանը մեջ ժառանգները, թե տարիների ընթացքում հաշվի առնելով նաև ձեր տարիների փորձը գնալով ավելի փակվում են, ավելի անտարբեր են դառնում, ժամանակը փոխում է վերաբերմունքը։ Ինձ թվում է ժամանակը կապ չունի, այստեղ տեղեկացվածությունը, այսինքն ինչքանով են իրենք տեղեկացված նյութին, հետո ասեմ շատ կարևոր է այստեղ ոմանք թերահավատությամբ են վերաբերվում, բայց գենետիկ գործոնը նույնպես մեծ նշանակություն ունի, տարիներ շարունակ երբևիցե Հայաստանում չեղած մարդիկ, որոնք ցեղասպանության արդյունքում դուրս սպրտվել են ամբողջ աշխարհում մեկ, ասենք երրորդ սերունդը, որ անգամ հայախոս չի, Հայաստան այցելելուց, թանգարան այցելելուց, իր արմատներին ծանոթանալուց հետո ես առնվազն 3 այդպիսի դեպք գիտեմ, որ այլևս չեն վերադարձել, մեկը Ֆրանսիա, վերջերս իմացա, որ նաև մի աղջիկ վերապրողների թոռ, ծոռն է ավելի ճիշտ, պատերազմից հետո տեղափոխվել է Հայաստան ու բնակությունը արդեն հաստատել Արգենտինայից։ Եվ այդպիսի տարբեր պատմություններ կան, այսինքն այստեղ իրենք վերագտնում են իրենց։ Բայց գալիս են նաև թանգարանում զրուցում պատմում են։ Թանգարան, այո, ես այդպիսի մի պատմություն ունեմ մի երիտասարդի հետ, որը հայախոս չէր, Փարիզից էր, եկավ եւ իր պապիկի մասին նյութեր էր ուզում եւ պարզվեց, որ պապիկը նաև հուշագրություն ունի ֆրանսերենով գրած, հուշագրություն ինքը երկար ժամանակ եկավ կարդաց հուշագրությունը մեր գրադարանում եւ արդեն ամիսներ անց, երևի 8 ամիս էր անցել, ինձ ասացին, որ քեզ մարդ է սպասում, բարձրացա, բայց չի հիշում իրեն, ինքը ինձ հայերենով արդեն սկսեց խոսալ, ես նորից հետ վերադարձա եւ բնակվում էր այստեղ Օրբելի փողոցի վրա, տունը վերցել էր, ասաց որ մոտ լիներ, որ մոտ է լինում թանգարան, այսինքն բարբերաբար այցելում էր եւ արդեն սկսել էր հայերեն խոսել, բավականին արդեն վարժ, ընդ որում Երևանի բարբառով էր արդեն խոսում, ծնողների ներկանչել մի քանի անգամ եկել էին, այսինքն բեկումնային կարող է լինել առերեսումը արմատների իրենց պատմության հետ։ Ու նաև թե առաջինը ում կհանդիպեն։ Այսինքն ես գիտեմ այդ պատմությունները, բայց այդ ինչքան ճակատագրական դրվագներ են եղել, կարծում եմ ավելի շատ են։ Շնորհակալություն հետաքրքիր պատմությունների ու այս ամբողջ տեղեկության համար, որ փոխանցեցիք։ Ես զրուցում էի Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի գլխավոր ֆոնդապայի հետ։